Բարև ձեզ, սիգարետ ծխելը մեղք է, բա ինչ է, ասեմ թե ինչու, որովհետև եկեք նայենք մեղքի ինչ բան է, մեղքը ոչ թե Աստուծո պատվիրանները խախտելն է, հա, լավ խախտեցիր, ինչ, այլ մեղքը սեփական անձին վնաս հասցնելն է, ինչու և ինչպես է դա կապվում պատվիրանները խախտելու հետ, տեսեք, Աստված որ պատվիրան է տալիս մարդուն, այս մի արա, այն մի արա, էսի սենց արա, հո հենց այնպես չի տալիս այդ պատվիրանը, ինչ որ ասում է տղա ջան, այս մի բանը սենց մի արա, որ քո հետ սենց բան չլինի, չէ՞։ Օրինակի համար, ասենք մենք մեր երեխեքին ասում ենք, ասենք բալիկ ջան, կոտրված ապակիների վրա ոտաբոբիկ մի գնա, ոտերդ կկտրես, դա հետևանքը կլինի։ Եթե երեխան լսում է, իր ոտերը լավ է լինում, եթե երեխան իր ծնողին չի լսում, ոտերը կտրում են, լացելով գալիս է մոր մոտ, սեփական անձին վնաս է հասցնում, կամ ասենք թե պապան խորոված է անում, երեխեքը նայում են պուճուր երեխեք են 4-5 տարեկան, կրակը կարմիր, քուլա բան, պապան ասում է երեխեք ջան, հանկարծ ձեռ չտաք, տաքա, կվառի։ Որոշ երեխեք լսում են, որոշ երեխեք չեն լսում, հա, կամ էլ Աստված ինչ է ասում պատվիրան, նույնն էլ Աստծո պատվիրանները, Աստծո պատվիրանն ասում է, որ տղա ջան, մի բարձացի 9-րդ հարգից թռի ցած, գլուխդ կջարդես։ Հիմա լիքը մարդիկ խելքը գլխին լսում են, ասում են չի կարելի 9-րդ հարգից թռնել ցած։ Մարդ էլ կա, գնում է թմրանյութ է խմում, գնում է ասում է ես թիթեռ եմ, ես էս եմ, ես այն եմ, ու թռնում է, ու ասենք թե գլուխը ջարդի, մի կերպ հրաշքով սաղ մնա։ Ինքը ցավի տառապանքի մեջ է, չէ՞ լինելու։ Այսինքն, այդ որ Աստված ասում է մի նախանձեք, մի խաբեք ուրիշին, մի բամբասեք, մի դատեք, ագահություն մի արեք, էս մի արեք, այն մի արեք, էսի սենց արեք, էսի սենց արեք։ Դա ոչ թե ինքը մեղ Աստծո բանուգործ չուներ, դրեց այս պատվիրանները սենց գրեց։ Այլ ինքը ասում է, որ երեխեք ջան, ես ձեզ սենց եմ ստեղծել, դուք սենց ապրեք, որ ձեր համար լավ լինի, սա է ապրելու կյանք օրենքը, իսկ եթե դու այս օրենքին հակառակ գնաս, դու քեզ վնաս կտաս, դու քեզ վերք կհասցնես, ու դու դրանով քեզ կպաճես։ Հիմա ես իմացանք, չէ՞, թե ինչ բան է մեղքը։ Հիմա գանք ծխելուն, երբ որ մարդը ծխում է, իրան թվում է, թե ինքը հաճույք է ստանում, բայց դուք հեշտ տեսել եք ծխող մարդու թոքերի նկարը եւ առողջ մարդու թոքերի նկարը։ Ծխող մարդու թոքերի նկարը մի հատ զզվելի տեսարան է։ Սաղ մուր, սաղ այդ մրոդ յուղը, սաղ կեղտ ու այդ մարդը մեկը տեսա ռակից մահանում է, թոքերի ռականգնում մահանում է։ Ինքը իր անձին վնաս հասցրեց։ Բացի դրանից ինքը նաև իր շրջապատին վնաս հասցրեց։ Ինքը իր օրգանիզմի վնաս հասցրեց, վաղ միսօր ինքը ամուսնանալու է, կինը հղիանալու է ու կարող է այդ հիվանդ օրգանիզմից մի հատ երեխա ծնվի, որը ունենա որոշակի մեղմ ասած դժվարություններ։ Ո՞վ է մեղավոր։ Հետո ելնում են բողոքում, խի Աստված սենց տղա տվեց, սենց աղջիկ տվեց։ Ես ինչ իմանամ դու քո օրգանիզմը ոնց ես թունավորել։ Հերը խմողա, մերը հարբեցողա, կամ հերը հարբեցողա, մերը նարկոմանա։ Այս սրանք որ իր այդ ամուսնանան, վաղը մյուս օր այդ կինը հղիանա։ Ինչ է կարծում, ինչքանով է շանսը մեծ, որ առողջ երեխա կծնվի։ Բայց լավ, ասենք երեխաները ծնվել են։ Այդ ծխող մարդը համ ինքը իրան է վերք հասցնում ամեն օր, համ էլ ինքը իր շրջապատին է վերք հասցնում, որովհետև հենց ինքը ասենք ոնց որ ասած առաջի բերանն է ծուխը ծխում։ Այդ ծուխը գնում է իր օրգանիզմի մեջ, դուրս է գալիս, իր դիմացի մարդը պետք է շնչի։ Ում է հաճելի։ Ոչ մեկին։ Հիմա տեսնում եք, որ ծխելը ոնց է սեփական անձին վերք հասցնում։ Այդպես էլ ծխելը վնաս է հասցնում, ծխելը վերք է հասցնում, հետևաբար ծխելը մեղք է եւ դրանից եւ կախվածություն է։ Դրանից պետք է ազատվել, ինչպես ցանկացած այլ կախվածությունից, ինչքան շուտ այնքան լավ Տեր Հիսուս Քրիստոսի անունը կանչեք եւ փոխեք ձեր վարքը ժողովուրդ ջան, որպեսզի կարողանաք այդ բաներից ազատվել։ Աստված օգնական։